Ակտիվիստ Գևորգ Սաֆարյանն այսօր դատանում հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ։ Իշխանությունները օգտագործելով դատախազությանը եւ քննչական մարմնին քաղաքական հետապնդում են իրականացնում, թե թե Նոր Հայաստան դիմադի շարժման նկատմամբ։ Այդ հաստատվեցին նաեւ 3 Ժիրայր-Սեֆիլյանի ձերբակալումը։ Նա չի ընդունում մեղադրանքը, թե ամանորի գիշերը Ազատության հրապարակում հարվածել է ոստիկան Գեղամ Խաչատրյանին։ Ըստ նրա, այդ օրը ոստիկանները նպատակ են ունեցել ամեն կերպ իրեն ձերբակալել։ Միջադեպը երբ որ ավարտվել է, դրանից հետո մենք ունենք տեսակցություն, վնասվածք չկա, եւ դրանից հետո այլ միջադեպ, այլ բախում տեղի չի ունեցել։ Այդ դեպքում Գեղամ Խաչատրյանին որտեղից վնաս։ Այստեղ կա մի տրամաբանական պատասխան։ Ոստիկանները տեսնելով, որ ես կազմակերպած սադրանքը չիրականացավ, եւ Գևորգ Սաֆարյանը չհարվածեց Գեղամ Խաչատրյանին, իրենք են մի մոտ անկյունում հարվածել Գեղամ Խաչատրյանին, որպեսզի հետ թողեն Գեղամ Խաչատրյանի ճակատին, եւ հետո ասել, որ Գևորգ Սաֆարյանը եկավ խփեց ու արնահոսեց, չգիտեմ ինչ էր։ Իսկ դատանում շարունակվեց վկա ոստիկան Վարդան Ապրեսյանի հարցաքննությունը, որի ցուցմունքը դրվել է մեղադրանքի հիմքում։ Պաշտպանն առանձնացրել էր վկայի 15 կետից բաղկացած ցուցմունքների հակասությունը։ Մեղադրական եզրակացության մեջ ինչ-որ նշված է այս վկայի հետ կապված, գրեթե բոլոր կետերը վկան չհաստատեց։ Այսօր դատանում ցուցմունք տվեց նաև ոստիկան Վաղինակ Մինասյանը։ Նա պնդեց, որ տեսել է ինչպես է Գևորգ Սաֆարյանը հարվածում իր գործընկերոջ Գեղամ Խաչատրյանի դեմքին, բայց պարզվեց, որ չի տեսել, թե ոստիկաններն ինչպես են նույն օրը հարվածում քաղաքացիներին, որոնք պատրաստվում էին 2016 թվականը դիմավորել Ազատության հրապարակում։